Տիկնիկ Պուտինը, Հռոմի Պապն ու Շարլ Ազնավուրը հավաքվել են Երևանում, մեկ հարկի տակ տիկնիկների նորաբաց թանգարանում։ Նորաբաց թանգարանը հյուրընկալել է 300 տիկնիկների, կրքոտիսպանուհուց մինչև ավանդապաշտահայուհիներ։ Տիկնիկները բազմազան են ու յուրօրինակ։ Տիկնիկների պատկերասրահը նորություն է մեր իրականության մեջ, քանի որ առաջի անգամ հեղինակային գեղարվեստական տիկնիկը հանդես է գալիս որպես արվեստի գործ։ Դա շատ կարևոր է մեզանում, որպեսզի մեր հասարակությունը վերջապես ընկալի հեղինակային տիկնիկին ոչ միայն որպես հուշանվեր կամ խաղալիք, այլ նորից եմ կրկնում, որպես ստեղծագործություն։ Տիկնիկների պատկերասրահ ստեղծելու գաղափարը արվեստագետ Մարինա Խաչմանուկյանինն է։ Պատկերասրահը չի սահմանափակվում միայն տիկնիկների ցուցադրմամբ։ Սա արվեստի յուրօրինակ հարթակ է կրթական ու մշակութային մի շարք միջոցառումներով։ Կազմակերպելու ենք վարպետաց դասեր, տեղի ունենալու տիկնիկային ներկայացումներ եւ ինչը կարեւոր է հաճախակի կազմակերպելու ենք ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ մեր հայ տիկնիկագործները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց նոր աշխատանքները։ Պատկերասրահում իրենց ուրույն տեղն ունեն հայկական ավանդական տիկնիկները։ Այստեղ Պաս Պապը, Վիճակի Արուսը, Ուտիս տատն ու արդեն 60-ամյա Նուրին ներկայացնում են հայ ժողովրդի բնավորությունն ու ավանդույթները։ Սա Վիճակի Արուսն է, որը համբարձման տոնի խորհրդանիշն է։ Ամեն մի տիկնիկ մի տոնի խորհրդանիշն է։ Օրինակ Պաս Պապն է, ահա ձեր առջևում կողքը Ուտիս տատն է։ Ուտիս տատը բարի կենդան տոնի խորհրդանիշն է, Պաս Պապը արդեն ինչպես իմացաք, Պասի խորհրդանիշն է, Պաս Պապի օգնականներն են վերևում, տեսեք ակլատիզներն են, ահա տեսեք ինչքան գեղեցիկ գունագեղ ակլատիզ ունենք, որը օգնում է Պաս Պապին Պասի ժամանակ, նա հետևում է, որպեսզի ոչ մեկ չխախտի Պասը եւ խախտելու դեպքում մռու բիբարներով կարող է դաղի լեզուն եւ քարերով քարկոծի։ Պատկերասրահում տեղ են գտել նաև ամերիկահայ տիկնիկագործ Ալիս Նավասարգյանի գունագեղ ու բազմաժանր տիկնիկները։ Արտաքինից երիտասարդ թվացող տիկնիկներն ավելի քան 40 տարեկան են։ Ալիս Նավասարգյանը 40 տարիների, մոտավորապես 40 տարի հավաքել է իր տիկնիկները եւ այսպեսի հետաքրքիր պատմություն ա կապված իր այդ հավաքածուի հետ, որ Միշել Օբաման, որ ինքն էլ է զբաղվում տիկնիկների ունի մեծ տիկնիկների հավաքածու, նույնիսկ խորհուրդ էին տալի, որ տիկին Ալիսը նվիրի Միշել Օբամային, բայց երբ նա իմացավ, որ պարոն Ամիրյանը ցանկանում է Երևանում բացել տիկնիկների պատկերասրահ, նա անմիջապես մեծ սիրով տրամադրեց, ուղարկեց մեզ, սա իր նվիրատվությունն է մոտ 200 տիկնիկներ։ Պատկերասրահում մուտքը միայն ձեռագործ տիկնիկներինն է։ Մարինա Խաչմանուկյանը վստահեցնում է, ձեռագործ տիկնիկներն այստեղ լավ ձեռքերում են։ Պատկերասրահի գունավոր բնակիչներն իրենց հյուրերին դիմավորում են մարտի 21-ից սկսած։